Յուրաքանչյուրս մեր կյանքն ապրում ենք յուրովի, հասնելու համար ինչ-որ նպատակի, ինչ-որ վերջնակետի, որը մեզ կստիպի ժպտալ ու լինել երջանիկ։ Սակայն ոչ բոլորն են այդ ճանապարհներին գտնում իրենց, քայլում նայելով ցուցանակներին ու հետևում կյանքի բոլոր կանոններին։ Շատ դեպքերում մարդ կորցնում է իրեն, չկարողանում կառավարել ինքն իրեն ու սկսում չվախենալ ոչինչից։ Բայց դա իհարկե հանգեցնում է միմիայն վատ ու սխալ արարքներ գործելուն։ Յուրաքանչյուրս ապրում ենք մեր ենթագիտակցության մեջ ունեցած վախով մեր սեփական կյանքից ու մեր կյանքը կառավարող ուժից։ Կլինի դա Աստված թե այլ ուժ, որը բոլորիս համար յուրովի ու անբացատրելի է։ Վախով, որ կգա մի օր, երբ պատասխան կտաս այն բոլոր վայրկյանների համար, երբ սկսել ես կորցնել վախդ ու քեզ զսպելու ուժը։ Երբ դու մտածում ես, որ մեկ է կքայլես առաջ ու կմոռանաս դրանք, բայց միևնույն է, հենց այդ անտեսանելի մեղքերն են, որ քեզ ստիպում են չսիրել քեզ, ատել ինքդ քեզ, եւ որ ամենասարսափելին է, չներել ինքդ քեզ։ Ամենամեծ վախն ու սարսափն ապրում ես վատ գործերի ուղղությունը դեպի քեզ հարազատ մարդկանց կողմ շրջելու ժամանակ։ Այն մարդկանց, ովքեր թանկ են քեզ համար ու պատրաստ են ամեն ինչի, բայց դու կորցնում ու դժվարանում ես գտնել իրենց փոխհատուցելու ուժն ու վերաբերմունքը։ Անսպասելի ու հանկարծակի ոտքդ դնում ես մեղքի համար պատասխան տալու քարի վրա։ Երբ քեզ մոտն են լինում հարազատներդ, երբ զգում ես, որ կրկին անգամ կարողացել ես փախչել ու վայելել քաղցր սուտդ կամ գողությունդ։ Ինչ չար ու վատ արարք էլ գործես, միևնույն է, վերջում դու տալու ես դրան։